Ողջույն բոլոր ընկերներ եւ բարի գալուստ մեր երրորդ արդեն Primavera P6 դասընթացների շարքին, որտեղ մենք սովորելու ենք թե ինչպես ստեղծել նախագծեր։ Ավելի ու ավելի մենք սկսում ենք սովորել այն նրբությունները եւ հիմնական ֆունկցիաները, որը օգնելու է ձեզ կառավարել ձեր շինարարական նախագիծը։ Բայց միշտ դա եկեք ստեղծենք այդ նախագիծը։ Նախորդ դասընթացին մենք ստեղծեցինք պորտֆոլիո։ Հիմա այս պորտֆոլիոյի մեջ եկեք ստեղծենք մեր առաջին նախագիծը։ Դրա համար մենք ընտրում ենք այս պորտֆոլիոն, անում եք աջ կլիկ եւ այստեղ ներքևը ուղակի անում եք add։ Երբ որ դուք անեք add, դուք կստանաք այսպիսի ինչ-որ մի հատ պատուհան, create a new project։ Այստեղ ձեզ միանգամից P6-ը հարցնում է, որ EPS-ի մեջ կամ որ պորտֆոլիոյի մեջ դուք պետք է ստեղծեք այդ նախագիծը։ Քանի որ մենք add-ը արեցինք արդեն ընտրած լինելով RB20-ը, նախագիծը միանգամից կստեղծվի այս պորտֆոլիոյի մեջ։ Բայց բնականաբար դուք կարող եք փոխել, դուք կարող եք գալ այս 3 կետի մեջ, որը ձեզ կտա այսպես ինչ-որ մի հատ պատուհան, այստեղից դուք ընտրում եք այն պորտֆոլիոն, որի մեջ դուք ուզում եք ստեղծել այդ նախագիծը, դուք կարող եք անել ուղղակի double click կամ ընտրել պորտֆոլիոն եւ այստեղից օգտագործել այս աջ կողմի նշանը։ Դրա օգնությամբ դուք կարող եք փոխել թե որտեղ պետք է լինի ձեր նախագիծը։ Հիմա սա փակում ենք, որովհետև մենք արդեն ունենք մեր պորտֆոլիոն ընտրած, անում ենք next եւ այստեղ նորից P6-ը մեզնից պահանջում է project ID եւ project name։ Նույնը նախորդ դասընթացի նման project ID-ն չպետք է լինի կրկնվող։ Եվ ավելին, ձեր project ID-ն չի կարող լինել նույնը, ինչ ձեր portfolio ID-ն կամ ձեր project ID-ն։ Այսինքն այս երկու ID-ները միշտ պետք է լինեն տարբեր։ Դրա համար մենք կարող ենք անել ուղղակի RB, անում ենք 20 եւ 1։ Կամ կարող ենք սա ընդհանրապես այսպես հասարակ դարձնել RB20 գիծ 1, համարելով որ սա մեր նախագծի առաջի տարբերակն է։ Իսկ այլ անունը կարող է լինել նույնը։ Մենք նորից կարող ենք գնել 20 story building։ Այսպես։ Անում ենք next։ Այստեղ P6-ը ձեզ հարցնում է թե որն է ձեր project plan start-ը, ձեր նախագծի սկիզբը։ Հիմա այստեղ շատ կարևոր է թե ինչ է նշանակում նախագծի սկիզբը։ Դա կախված է թե դուք ինչ եք ներառելու ձեր նախագծի մեջ։ Եթե ձեր նախագծի մեջ դուք ունենալու եք միայն շինարարական աշխատանքները, որոնք կատարվելու են շինհրապարակում, ապա ձեր նախագծի սկիզբը լինելու է ամենաառաջի գործողությունը կամ առաջադրանքը, որը լինելու է շինհրապարակում։ Եթե ձեր նախագծի մեջ դուք նաև ունենալու եք օրինակ դիզայն process-ը, ճարտարապետական process-ը, գնումների process-ները, այսինքն այն բոլոր process-ները, որոնք հենց բուն կապված չեն ֆիզիկական շինարարության հետ, դուք նույնպես ներառելու եք ձեր նախագծի մեջ, ապա նորից project plan start-ը ձեր նախագծի սկիզբը լինելու է ամենաառաջի առաջադրանքը, որը դուք անելու եք այդ process-ների հետ վերաբերյալ։ Դրա համար ճիշտ ընտրեք ձեր project plan start-ը, որովհետև սա կապված է լինելու կամ ազդելու է ձեր հաշվարկների վրա։ Երկրորդը must finish by-ը, սա արդեն պարտադիր field չէ, այսինքն սա պարտադիր չէ լրացնել, բայց սա նշանակում է թե դուք երբեք կանխատեսում կամ երբեք պարտավոր ավարտել ձեր նախագիծը։ Օրինակ մենք նախագիծը սկսում ենք հիմա հունիսի 14-ին 2025 թվականին, դուք ունեք deadline, որ ձեր նախագիծը դուք պետք է ավարտեք 2026 թվականի օգոստոսի 1-ին։ Դուք այդ օրը կարող եք այստեղ դնել, այս պատուհանի օգնությամբ դուք կարող եք ընտրել եւ դնել օրը, բայց նախորդ զգուշացնում եմ, որ երբ որ դուք ընտրում եք must finish by, դա ազդելու է ձեր հաշվարկների վրա։ Այսինքն դա ազդելու է այն մաթեմատիկական հաշվարկների վրա, որը P6-ը կատարելու է։ Եվ շատ դեպքերում կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ։ Հետևաբար խորհուրդ է տրվում եւ ընդհանրապես խորհուրդ է տրվում, որպեսզի դուք չօգտագործեք այս must finish by-ը։ Թողեք սա ուղղակի դատարկ եւ երբ որ դուք ստեղծեք ձեր առաջադրանքները, P6-ը ինքը իրանով կհաշվարկվի թե կախված ձեր առաջադրանքներից երբ է լինելու է ձեր շինարարության ավարտը։ Հիմա անում ենք next։ Այստեղ հիշում եք խոսում ենք այս responsible manager-ի մասին, սա իրականում այդքան էլ կարևոր ֆունկցիա չէ, սա ոչ մի հաշվարկային ազդեցություն չունի ձեր նախագծի վրա, սա ուղղակի ձեր պորտֆոլիոն կառավարելու համար է, որպեսզի դուք տեսնեք թե ով է պատասխանատու այդ պորտֆոլիոին։ Հետևաբար այստեղ կարևոր չի դուք ում ընտրեք, դուք կարող եք թողնել IT եւ անել next։ Rate type-ը սա կապված է արդեն բյուջեի հաշվարկման հետ։
Եվ standard rate-ը կապված է հենց ռեսուրսների բյուջեի հետ։ Սա նշանակում է, որ երբ որ դուք սկսեք բյուջեն արդեն դնել ձեր նախագծի մեջ, P6-ը օգտագործելու է standard rate-ը, որպեսզի հաշվարկի ձեր ռեսուրսների արժեքը։ Ինչ է դա նշանակում, որ ամեն ռեսուրս, որը դուք կստեղծեք, կամ մենք կստեղծենք այս դասընթացների շարքում, ամեն ռեսուրսի համար մենք դնելու ենք ժամավճար կամ աշխատավարձը հաշվարկված ժամերով։ Եվ standard rate-ը կոպիտ ասած հենց այդ պատուհանն է կամ այդ field-ն է, որի մեջ դնելու ենք այդ արժեքը։ Եվ բյուջեի հաշվարկման համար P6-ը օգտագործելու է հենց այս ֆունկցիան ձեր բյուջեն հաշվարկելու համար, որը բնականաբար մենք կարող ենք փոխել հետո, եթե անհրաժեշտ լինի, բայց հիմա դուք ուղղակի թողնում եք սա standard rate եւ անում ենք next։ Տեսեք, վերջ, P6-ը ձեզ շնորհավորում է, որովհետեւ դուք ստեղծեցիք ձեր առաջին նախագիծը։ Անում ենք finish։ Մեր նախագիծը այստեղ արդեն ստեղծվել է։ Նախագիծը բացելու համար անում ենք աջ կլիկ, անում ենք open project եւ մենք կտեսնենք մեր դատարկ նախագիծը այստեղ, որի մեջ մենք հաջորդ դասընթացին արդեն կսովորենք, թե ինչպես կարելի է ավելացնել առաջադրանքներ։ Այնպես որ այսքանը այս դասընթացի համար, ինչպես նկատեցիք, դասընթացները իրականում բավականին կարճ են, որովհետև ձեզ համար ել ավելի հեշտ լինի հասկանալ, թե ինչպես են աշխատում կոնկրետ տրված ֆունկցիաները, եւ չլինի այնպիսի իրավիճակ, որ մենք 2 կամ 3 տարբեր ծավալուն ֆունկցիաներ փորձում ենք մեկ տեսահոլովակի մեջ դնենք, որովհետև այդ դեպքում ձեզ էլ բավականին դժվար կլինի հասկանալ կամ գտնել այն կոնկրետ տեսահոլովակը, որի մասին դուք օրինակ ինչ-որ հարցեր ունեք։ Այնպես որ այսքան այս դասընթացի համար մենք սովորեցինք, թե ինչպես ստեղծել նախագիծը, ինչպես ընտրել պորտֆոլիոն, թե որտեղ կարելի է դնել այդ նախագիծը, ամենակարևոր ֆունկցիաները կամ սեթինգները, որոնք պետք է ընտրել նախագիծը ստեղծելուց առաջ, եւ արդեն հաջորդ դասընթացին մենք սովորենք, թե ինչպես կարելի է կառավարել այս բոլոր սյունակները եւ սկսել ստեղծել մեր առաջին նախագիծը կամ սկսել ստեղծել մեր առաջի առաջադրանքները։ Այնպես որ, եթե ձեզ հետաքրքրում են այս դասընթացները, ապա անպայման հետևեք իմ YouTube էջին, գրեք ինձ, եթե ունեք ինչ-որ հարցեր կոնկրետ ֆունկցիաների վերաբերյալ, եւ եթե հետաքրքրված եք անհատական կամ խմբային դասընթացներով, նորից գրեք իմ էջերին եւ ես մեծ հաճույքով ձեզ կպատասխանեմ։ Այսքան այսօրվա համար, մինչ հաջորդ հանդիպում։